Իմ տղան մի օր եկավ տուն, coming out եղավ, թե ինքը միասեռամոլ է։ Մենք շատ ծանր տարանք այդ հարցը, դա շատ դժվար էր ինձ համար, որտեվ ես չէի պատկերացնում ինչի դա ինձանում որտեղ է այդ սխալը կամ ընտանիքի մեջ ամուսնուս հետ ինչ ենք արել, ինչ ենք սխալ արել, որ դա պատիժ մեզ հասել է։ Ու մենք մեզ ենք մեղադրում հիմնականում, մայրերս մենք մեզ մեղադրում ենք այդպես երկար ժամանակ, մինչև կարողանում ես հասնել այն աստիճանի, որ հասկանաս, չէ, սխալը քոնը չի։ Հասարակությունը չի ընդունում նման բան։ Հասարակությունը դեմ է հիմնականում փորձել եմ սենց մեղմ հարցնել, թե հարցեր տալ, ինչ անել իմ շրջապատի մեջ, բոլորը վառում են, բոլորը սպանում են, թափում են, բայց ոչ մեկ էական լուծում չի գտնում դրան։ Հետագայում դիմեցինք ընկերներից մեկի օգնությանը, նա մեզ բացատրեց եւ գիտեք շատ պարզ բան ինքը մեզ ասեց մեկը դուք ինչ էլ անեք ինքը ձեր տղան է։ Ես այդտեղ հասկացա այդ բառերի ամբողջ իմաստը, որտեվ հա ես ինչ էլ անեմ, ինքը իմ երեխան է, ես պիտի իրան սիրեմ, ընդունեմ այնպես ինչպես ինքը կա։ Մեզ ուղղորդեցին Pink Armenia, որտեղ մեզ շատ օգնեցին թե հոգեբանները, թե սոցաշխատողները, թե ամեն մեկը իր մասնագիտության մեջ նրանք օգնեցին մեզ ճիշտ հասկանալ, թե ինչ բան է նույնասեռականը։ Եվ ահագին հարցեր, որին ես պատասխանները չգիտեի, չէի կարդացել եւ առասակ ինֆորմացիա դրա մասին չունեի։ Երբ որ հասկացա, որ ես սիրում եմ իմ տղային, դա իմ երեխան է եւ մնացած այլ բաները նշանակություն չունեն։ Այդտեղից սկսեցի քիչ-քիչ փոխվել։ Ինքը շատ զարմացավ, որ ես փոխվեցի։ Չգիտես ինչի, իմ տղան մտածել է, որ ես իրան տենց խիստ տենց սպանեմ, ծեծեմ, չգիտեմ, ջարդեմ, ինչ անեմ, նրան շատ զարմացրեց, որ ես պարզապես հանգիստ սիրով արեցի այդ քայլերը։ Շատ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, եթե իրազեկում լինի, կրթության մեջ ինչ-որ բաներ կարողանան տեղեկացնել։ Միգուցե ասենք այս սերունդը, չէ, հաջորդը կարողանա ինչ-որ իրազեկված լինի, կարողանա կրթության մեջ մաս ու բաժին ունենա, որ կարողանան հասկանան ու ընդունենան նմանը։ Ես միշտ ամուսնուս ասում եմ, մեր տղան հո չի խառնվում մեր անկողնում հարաբերությունների մեջ։ Արի մենք էլ չխառնվենք իր հարաբերությունների մեջ։ Այդ մոտեցմանը այո շատ երկար ենք քայլել երկուսով, շատ դժվարությունների միջով ենք անցել, դա հեշտ չի, բայց այն որ ընդունել ենք, եկել ենք մեր երեխան է, որ ինքը ես նորից եմ կրկնում ծնողներ, բոլոր ծնողների համար։ Դա միայն ձեր սերն է, որ երեխաներին տալու է ուժ եւ եռանդ քայլելու այս աշխարհով եւ չհանձնվելու։